Ողջույն, եթերում է Job Finder AM-ի HR Corner հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է Bacon ընկերության HR ղեկավար Ավետիք Իսահակյանը։ Ողջույն Ավետիք ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եթե հետ նայեք ձեր կարիերային, հաջողության մասին որ համոզմունքն է, որ ամբողջությամբ փոխվել է։ Հետաքրքիր հարց է։ Չեմ արտացոլել երբեք այդ ուղղության վրայի, կարծում եմ ամեն դեպքում չի փոխվել, քանի որ տարիներ շարունակ հետևել եմ հաջողակ մարդկանց ճանապարհին ու վերստին համոզվել, որ consistency ասածը, աշխատասիրությունը, նվիրվածությունը ու հստակ տեսլականի հետևից գնալը միջև վերջ հիմնական գաղափարն է, որի հետևից այդ մարդիկ գնում են։ Ու շատ հազվադեպ դեպքերում են, տարածված կարծիքը, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է գաղտնիքը, ցավոք սրտի, միլիոնից մեկի դեպքում, բայց մեծամասամբ չի փոխվել ընդհանուր պատկերացումը։ Երևի հիմնակարը սիրելն այն, ինչով որ զբաղվում ես, ու ձգտել լինել մաքսիմում կոմպետենտ այն գործում, որին նվիրել ես քո կյանքը։ Այսօր սոցիալական ցանցերում շատերը հաջողակ են թվում, ձեր կարծիքով դա ավելի շատ մոտիվացնում է մարդկանց, թե ստիպում է իրենց անհաջողակ զգալ։ Կարծում եմ շատ երկբեղվեր է այն ազդեցությունը, որ թողնում է սոցիալական ցանցերի հաջողության տեսլականը մարդկանց մոտ։ Մի կողմից բնականաբար մոտիվացնող է, որ ամեն ոգի առաջ բացեն բոլոր հնարավոր պատանները, դռները ու այն ճանապարհը, որը նախկինում շատ բարդ էր թվում, ոչ բոլորի համար էր հասանելի, ժամանակի հետ ավելի հասանելի է դառնում, ավելի լայն զանգվածների համար, նամանավանդ վերջին տարիներին AI զարգացման հետ միասին շատ ավելի մեծ հնարավորություններ է բոլորի առաջ ընձեռում։ Մի կողմից ենթադրում եմ, որ դա մոտիվացնող է, բայց փորձը ցույց է տալիս, որ դրա հակառակողմներ ունենք, որ փոխվում է ընդհանուր պատկերացումը հաջողության, հաջողակ լինելու մասին, ինքը դառնում է ավելի հեշտ թվացյալ, ավելի հասանելի եւ մարդիկ ավելի այլ ակնկալիքներ են ունենում հաջողակ լինելուց, այսինքն այն իրականությունը, որ կա սոցիալական ցանցերում շատ համտորեն ֆիլտրված հազվադեպ պատմություններ են, որոնք բարձրաձայն լինելու շնորհիվ ավելի մեծ քանակությամբ մարդկանց են հասնում ու թվում է թե սա է ճանապարհը, այսքան հեշտ կարելի է 3 ամսում YouTube-ի շնորհիվ դառնալ շատ հայտնի, շատ հարուստ, շատ մեծ լսարան ունեցող կարծիք տելադրող մեկը, բայց շատ հաճախ եւ մեծ մասամբ հետևում կատարվող գործողությունները, ճանապարհը, աշխատանքը, ձախողումները անտեսվում են։ Դա նորմալ է, բնականաբար, որովհետեւ մեզ հասնում է success case-երը, հիմնականում ու միլիոնավոր ձախողված case-երը, միլիոնավոր YouTube-ում բացված եւ երբեք ոչ մի հաջողություն չստացած հաղորդաշարները, էջերը հումորային կլինի, թե անձնական կլինի, որոնք չեն գրավում, մարդկանց հետաքրքրություն մնում են ստվերում։ Մեր առաջ մնում են հայտնիները, Mr. Beast-ը երկրորդը չկա ամեն դեպքում, բայց մենք ընդունում ենք, որ հնարավոր է YouTube-ով դառնալ ինչ որ մեկը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, ով շատ մեծ գումարներ է տնօրինում, ով շարունակում է ներդրումներ անել արդեն նոր ոլորտներում եւ այլն։ Կարծում եմ շատ երկակի է։ Այստեղ մի քիչ ավելի ուրիշ տեսակետից կարանք արծին նայենք, մի քիչ sense փիլիսոփայական հարց կա, որ պատկերացրեք մի օրով շատ աղքատ ընտանիքի երեխաներին հեռավոր գյուղից բերեք Երևան ու հրաշալի օր նվիրեք իրենց։ Ամեն ինչ հնարավոր է իրենց համար անեք, տանեք թատրոն, տանեք հագուստի խանութներ իրենց համար, ինչ որ հետաքրքիր բաներ առնեք, երեկոյան տանեք կինո, ինչ որ հետաքրքիր միջոցառումների, զվարճանքի եւ այլն, ու իրենց վերադարձնեք իրենց իրականություն։ Իրանք կկոտրվեն, թե կմոտիվացվեն, որ իրանք ինքնուրույն հասնեն նրան, ինչ այդ օրը ունեցան։ Կարծում եմ նույնն էլ սա է։ Ամեն մարդ առանձին case է, ինքնավորոշում ինչպես վերաբերվել այդ հաջողության ճանապարհին։ Այստեղ կարծում եմ ամենաբացասական կողմերից մեկը այն է, որ համեմատվելու խնդիր ունենք, շատ մարդիկ սկսում են համեմատվել, ոնց որ կտրվում են իրականությունից, իրենց իրական կյանքից ու ուրիշի հաջողություններով են սկսում ապրել կոպիտ ասած։ Համեմատվելը վատ բան է։ Համեմատվելը լավ բան չի, վստահ եմ դրանում։
Սենց կլիշե կա, չէ, որ համեմատվիր ոչ թե ուրիշների հետ, այլ այն պատկերի հետ, որ դու ուզում ես քեզանից ստանաս, հա, քո հետ 5 տարի անց կամ քո հետ 10 տարի անց։ Համեմատվելը, եթե vocation-ում չի, եթե սխալների ու ճիշտ կատարած գործողությունների մասին պատկերացում ձևավորել չի, այլ ուղղակի համեմատվելա, դու միշտ կմնաս անբավարարված քո սեփական կարևորության, քո սեփական կարողությունների տրամաբանությամբ, այսինքն եթե քո նպատակն է լինել հարուստ, միշտ կլինի քեզանից ավելի հարուստ եւ այլն։ Կարծում եմ բայց սոցիալական ցանցերի հիմնական ցավալի կողմն հենց դա է, հա, ինքը ոչ միայն սոցիալական ցանցերը, վերջին երկար տարիներին կլինեին դրա ամսագրերը գույնավոր, կլինեին հետագայում արդեն հաղորդաշարերը, չեմ MTV-ով եւ այլն, որտեղ որ կարծես թե հասարակական լայն շերտերին թելադրվում էր այդ գեղեցիկ կյանքի պատկերացումը, հաջողակ լինելու պատկերացումը, հա, դա կլիներ հագուստի, աքսեսուարների, բնակարանի չափերի, մեքենա եւ այլն, նույնն այսօր է ու ավելի շատ է այդ ինֆորմացիան գալիս։ Կարծում պես Հիմա շատ երիտասարդներ 2-ից 3 տարում ձգտում են դառնալ ղեկավար, ունենալ լավ պաշտոն։ Ձեր կարծիքով սա առողջ սպասում է, թե վտանգավոր է ավելի շատ։ Տենց շատ կատեգորիկ չեմ բաժանի, հա, առողջը եւ վտանգավորի միջև, ավելի շատ մոտիվացիայի մեջ է պետք հասկանալ եւ ինչ դարձակ բաժնի ղեկավար, հիմնարկի ղեկավար, ձեր ստեղծած կազմակերպության ստարտափի ղեկավար եւ ինչն է ձեզ vocation-ում այդ ճանապարհը անցնելու, հա, կամ այդ վերջնակետին հասնելու, ղեկավարել մարդկանց, ղեկավարել կապիտալ, կառավարել գումարներ, թե ինչ-որ բան ստեղծել, այդ ստեղծարարությունը կարողանալ տարածել հանրության մեջ ավելի լայն շերտերի։ Մոտիվացիան հասկանալուց հետո նոր կարանք հասկանանք այդ առանձին кейսեր քննարկենք։ Այստեղ եթե մի փոքր հետ քայլ անենք նախորդ թեմային, մենք ամեն անգամ կարանք վերադառնանք այն նույն էլի կլիշեավորված գաղափարին, որ շատ հաճախ շատ երիտասարդներ են պնդում, հա, որ Ստիվ Ջոբսը չուներ բարձրագույն կրթություն ու ինքը հասավ հաջողությունների, շատ լավ։ Շատ հաճախ մոռանում ենք ինչ background ուներ, ինչ ընտանիքից էր, ինչ network-ի եւ ֆինանսական հնարավորություններին ուներ հասանելիություն, հա, ու ինչ ուներ բնատուր ինտելեկտ ու որոշակի կառավարչական հմտություններ ընտրելու ճիշտ մարդկանց, ճիշտ ուղղություն, գնալ ռիսկի ու ունենալ այդ միտքը, որի համար արժի պայքարել, հա։ Ոչ բոլորս ենք ունենում այդ մեծ գաղափարը, որի համար պատրաստ ենք միջավայր գնանք ու այդ նորմալ է, հա, եթե Ջեֆ Բեզոսը Amazon-ի հիմնադիր տարիներ, երբ որ այդքան էլ հասկանալի չէր ինտերնետը ինչի համար ենք օգտագործում, հա, առհասարակ ինչ որ գիտական համայնք կար, որոնք իրար մեջ ինֆորմացիա էին տեղափոխում, ավելի շատ ինֆորմատիվ ինչ որ հարթակ էր, մարդը որոշում է, որ պետքա ես գիրք ծախեմ դրան, այդ հարթակում, հա, ինտերնետ ասվածը շատ նոր բան էր, շատ քիչ մարդկանց հասանելի, բայց ինքը ուներ այդ միտքը, որ հավատում էր ու արժեր դրա հետևից գնալ, պարտքով գումար վերցնել բանկից, ընտանիքի անդամներից եւ այլն եւ այլն։ Այդ մեծ միտքը ոչ բոլորիս մոտ է առաջանում։ Լինել եւս մեկ Wildberries manager կամ լինել եւս մեկ Shopify manager, եւս մեկ blogger, եւս մեկ, որը նորություն չունի տալու շուկային, որը չունի լուծում գոյություն ունեցող խնդրի, ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Ու միշտ մոռանում ենք այն դեպքերը, երբ okay, մի հոգի, 10 հոգի, 100 հոգի, 1000 հոգի հաջողել է համասարանը թողելուց, որովհետև ունեցել է հստակ նպատակ, իմացել է ինքը ուր է գնում, այդ ճանապարհին իրեն հստակ ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք ու համարել է, որ այն դասական կրթական համակարգը չի տալիս իրան այդ հմտությունները ու այդ գործիքներով չի ապահովում, որոշել է գնալ այդ ճանապարհով, բայց մենք նաև կունենանք միլիոնավոր այլ դեպքեր, երբ որ մարդիկ թողնում են բարձրագույն կամ միջնական կրթությունը ու չեն հասնում ոչ մի բանի։ Ընդ որում, երբ որ ասում են ոչ մի բանի չեն հասնում, խոսքը գնում է ինչ որ համընդհանուր համաձայնեցված հաջողակ լինելու գաղափարին, հա, միգուցե այդ մարդիկ շատ երջանիկ իրենց ընտանիքներով ապրում են, հա, շատ համեստ հնարավորություններով, բայց հանգիստ են, խաղաղ են, որովհետև չունեն մեծ խնդիրներ, չունեն խոշոր պատասխանատվություն կամ առօրյա ինչ որ խնդիրներ։
Միշտ պետք է այս երկու բաները համեմատենք, հա, արդյոք արժի այն զոհողությունները, որ դու տալու ես։ Ընդ որում զոհողությունը մի քիչ բարձր արտահայտություն է, բարձրաձայն է շատ հնչում, բայց ինքը կարող լինի ժամանակի տեսքով, կարող լինի ընկերների հետ ժամանակ անցկացնելու շքեղություն չունենաս երբեմն, հա, եթե դու գտնում ես ինչ որ հաջողության հասնել կարիերայում, աշխատավայրում կամ մասնագիտության մեջ, կարող է լինի այն հասարակ ամենօրյա փոքր երջանկության կտորները, որ միջին վիճակագրական մարդիկ ունեն, հա, այսինքն աշխատանքից հետո քայլել ընկերների հետ, սրճել սրճարանում կամ սիրելիների ժամանակ անցկացնել ընտանիքում կամ ուղղակի գալ բազմոցին նայել սիրելի ֆիլմը, շատ հաջողակ մարդիկ չունեն այդ շքեղությունը ու նույնիսկ եթե ֆիզիկապես չեն աշխատում, մեկը իրենց ուղեղը 90%-ով զբաղված է, պատասխանատվությունն է, որ ստիպում է այդպեսին լինել, այսինքն դու պատասխանատու ես մարդկանց համար, պատասխանատու ես խոշոր կապիտալի համար, պատասխանատու ես հազար բանի համար, այսինքն սրանք փոքր զոհողություններ են, որոնք ընդհանուր առմամբ ինչ որ մի օր կարող բերեն դաժե ինչ որ էգզիստենցիալ կրիզիսի հա մարդկանց մոտ, որ լավ ինչի համար ես այս ամեն ինչ անում։ Ես մի ընկեր ունեմ, ով Ռուսաստանում ապրում, ինչ որ մի օր խոսում ենք իրար հետ ու եկանք այն մտքին, որ ինքը աշխատում էր սպասարկման ոլորտում, հետո ղեկավար հաստիքի, հետո ավելի բարձր հաստիքի, ավելի շատ գումար ու մի օր եկավ հասավ այն մտքին, որ հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվում։ Մենակ փոխվում է այն մեքենան, որով ես աշխատանք եմ գնում, այն հագուստը, որ ես հագնում եմ, որ գնամ աշխատանքի, բայց ես չեմ ապրում, այսինքն ես առավոտ 6-ին դուրս եմ գալի, երեկոյան 11-ին գալիս եմ տուն ու էներգիայից մենակ մնում է ընթրել, մի երկու բառ կնոջս հետ խոսալ, երեխես միշտ քնած է, գնում եմ քնած է, գալիս եմ քնած ու ինքը ընտրեց, որ չի ուզում շարունակի։ Ինքը վերադարձավ ընտանիքով Հայաստան ու վերադարձավ սկզբնակետի ու իր գնահատակով ինքը շատ ավելի երջանիկ է հիմա։ Այստեղ շատ սուբյեկտիվ է, այսինքն ամեն մարդ ունի իրան, հա, բնականաբար ինչ որ բազովի մինիմում կա, որ պետք է բոլորը հասնեն դրան, արժանապատիվ կյանքի ապահովման համար, ինչ որ մի փոքր ավելորդ հետաքրքրություններ տալ տալու համար, եթե խոսում ենք ֆինանսական հաջողությունից։ Եթե խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր բնույթով հեղափոխական են, հա, ուզում են ինչ-որ բան փոխեն այս աշխարհում, իրենց հասարակությունում կամ ընկերական շրջապատում, այստեղ այլ են, հա, փոփոխականները հաջողության։ Ամեն դեպքում մնում եմ իմ կարծիքին, որ ելի չեմ կատեգորիզացնի, հա, այս երկու կետերը վտանգավորության եւ առողջության միջեւ։ Միանշանակ հնարավոր է մորերում դրան հասնել, նամանավանդ եթե ոչ ղեկավար հաստիքի, ապա մեծ գումարների շատ մեծ են, հա, այսօր հնարավորությունները։ Քան, չեմ, 30-40 տարի առաջ 30 տարեկանում քեզանից շատ քիչ էին պահանջները հասարակությունում իրականում, եթե 30 տարեկան դու արդեն համալսարան ավարտել ունեիր ընտանիք ու վարձով բնակարան, միգուցե մեքենա, արդեն դու ստացվել է իրես կյանքում, միգուցե 40-ում 50-ում արդեն կունենայիր սեփական բնակարան, միջև պետությունը կտարկես բնակարան, եթե խորհրդային երկրների դեպքը վերցնենք, բայց գնեք այսօր շատ է փոխվել հասարակության ակնկալիքները, այդ ճնշումը, հա, երիտասարդներից, որովհետև հնարավորություններն էլ են շատ մեծացել, գումար աշխատելու ավելի մեծ access ունես, հա, դու համաշխարհային տնտեսությանը, քան նախկինում էր, այս էլ տեխնոլոգիաների դրական կողմն է բնականաբար, թեկուզ այսօր մենք Հայաստանում ունենք 17, 18, 19 տարեկան դեռահասներ, ովքեր աշխատում են մեծ գումարներ, հա, դրանք կլինեն ՏՏ ոլորտում, կլինեն տեղեկատվական ինչ-որ սոցիալական ցանցերում, թե կլինեն լոգիստիկ, հա, հայտնի Հայաստանում մի ժամանակ շատ տարածում ստացավ այդ լոգիստիկ կազմակերպությունները, լոդ անողներ ասածները, որոնք էլի մեծ գումարներ սկսեցին աշխատել ու բնականաբար շատ կտրուկ փոխվում է վերաբերմունքը հաջողության նկատմամբ, հա, այսինքն եթե մի 20 տարի, լավ, շատ հեռու չգնամ, եթե մի 10-15 տարի առաջ Հայաստանում 300-400 հազար դրամ աշխատավարձ, դա բավական հարգի ֆինանսական մի կողմ դնեմ, հա, ինֆլյացիան մնացած ամեն ինչ, ինքը իրանով, հա, ապա այսօր դեռահասները կարող են այդ գումարը շատ հեշտությամբ աշխատեն, հեշտության բանով, էքսեսի տեսակետից է, ոչ թե աշխատասիրության։ Ինչն էլ բերում է բնականաբար ընդհանուր ընկալման փոփոխությանը։ Դու կարծում ես, որ ինձ էլ պետք չի, որպես այդպեսին բարձրագույն կրթություն, ինձ էլ պետք չի գնալ ինչ որ մեծ մտնել մեծ կազմակերպություն, ինտերն
որպես գումար չստանալ դրա դիմաց մի քանի ամիս չեմ քսերոքս անել, լսել խոսակցություններ, փորձ ձեռք բերել, մասնակցել հանդիպումներին, բայց ներդրում չունենալ, հետո դառնալ չեմ կրտսեր մասնագետ, շատ օգնական մակարդակի վրա, որպես այդպեսին արժեք չավելացնելով կազմակերպության ընդհանուր գործունեության մեջ, բայց սովորել, հետո քիչ-քիչ աճել 10, 15, 20 տարի հետո նոր միգուցե դառնաս բաժնի ղեկավար, դրանից հետո դառնաս չեմ փոխտնօրեն եւ այլն, այսինքն այն դասական կազմակերպական կառուցվածքները, որ եղել են դարեր շարունակ, հա, այլ չկա, որովհետեւ նոր սերունդը չուզում այդքան սպասի, որովհետեւ իր մոտ շատ ամեն ինչ արագ է, շատ արագացել, հա, մեր բոլորիս կյանքը, թե ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են ենթադրաբար դրա վրա շատ ազդեցություն թողնել, բայց ընդհանուր առմամբ այդ արագությունը ստիպում է նրան, որ նոր սերունդը, խոսքս գնում է Gen Z ասացի մասին, իրանք չեն ուզում էլ այդքան սպասեն, ու փոխվել է ընդհանուր վերաբերմունքը թե աշխատանքի նկատմամբ, թե կազմակերպության նկատմամբ, թե իրանց սեփական ակնկալիքները ու իրանց անձից ու պահանջները, իրանք իրանց ներսում ունեն հա հստակ այդ checkpoint-եր, որոնց պետք է հասնեն, որովհետև այն մարդիկ ում իրանք հետևում են սոցիալական մեդիայում արդեն հասել են, ուստեղ շատ կոմպլեքսներ է բնականաբար առաջանում, որ եթե ես արդեն 25 տարեկան եմ ու դեռ չունեմ սեփական բնակարան, ուրեմն ես ձախողվել եմ այս կյանքում։ Ինչը շատ անառողջ կլիներ մեր տարիքակիցների համար, հա, 90-ականներին ծնված։ Այստեղ բնականաբար հոգեբանական խնդիրներ առաջանում են։ Ընդհանուր առմամբ փոխվում է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը։ Մենք այսօր խոշոր կազմակերպություն եմ ներկայացնում, որտեղ մենք դժվարանում ենք ավելի ու ավելի ամեն տարի երիտասարդ կադրերի հետ գործ ունենալ, որովհետև մարդիկ էլ չեն ուզում գան մտնեն մի հատ կազմակերպություն, որ ու իրենց կյանքը նվիրեն այդ կազմակերպությունները, որոնք մեր ծնողների կամ տատիկների, պապիկների ժամանակ էր, հա, որտեղ դու 40-45 տարի նույն կազմակերպությունում աշխատում ես, այնտեղից անցնում ես թոշակի, անցնում ես առաջ, հոբիներով զբաղվելու կամ թորնիկներով։ Հիմա փոխվել է, մարդիկ չեն ուզում, շատ արագ ամեն ինչ փոխվում, մարդիկ մի ամիս, երկու ամիս, մի տարի, երկու տարի, շատ հաճախ ամեն ինչ փոխվում է արագ ու անդադ հետապնդելով այ որտեղ է այդ հաջողությունը ու եթե վերադառնամ այն մտքին, որ հաջողությունը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է, շատ դեպքերում, որովհետև օրվա վերջում այդ է տպավորությունը ստեղծվում, հա, որովհետև կրկին դուրս համանում են աշխատանքը, նվիրվածությունը, զողողությունները, գիտելիքները, ձախողումները, հոգեբանական խնդիրները, ֆինանսական կորուստները, վերջում մնում է իրուն փաթեթավորված հաջողությունը ու իր շուրջ ստեղծում է կարծիք, որ ամեն դեպքում ճիշտ ժամանակին ճիշտ տեղումն է։ Ու սկսում ենք փնտրել, որ ժամանակին որտեղ հայտնվենք մենք, որ մեր հետը պատահի։ Այստեղ ինձ թվում է բոլորիս հետ լինում է, չէ՞, ինչ որ միտք ես ունենում, բիզնես գաղափար, որ աշխարհը փոխելու է, բարբերաբար, ու թողում ես, անցնում ես առաջ, մի քանի տարի հետո ասում ես, ես մի 3 տարի առաջ սա մտածել էի։ Շատ լավ։ Բայց ինչ որ մեկը դա արեց։ Այսա միշտ լինելու են մարդիկ, ովքեր դրա մասին կմտածեն, միշտ լինելու են մարդիկ, ովքեր դա կանեն, ու այդ անողները լինելու են շատ քիչը այն հատվածից, ովքեր դրա մասին մտածել են։ Ու նույնիսկ այսօր, եթե մենք վերցնենք մեր օրերում արդեն վերջին 3-4 տարին ամեն դեպքում գոնե, արդեն AI-ը բոլորիս գրպանում է, ու ինքը մեզ տալիս է այդ անսահման հնարավորությունները, հա։ Եթե դու նախկինում չէիր կարող ինչ-որ բան անել, որովհետև դրա գիտելիքները չուներ, դա այլևս խնդիր չի։ Դու այսօր կարող ես սեփական IT թիմ ունենալ քո գրպանում, հա, որոնք քո համար կստեղծեն այն software-ը, որի մասին դու 5 տարի մտածում ես, բայց դե չունեիր մի քանի միլիոն դոլար, որ կարողանայիր դրանով զբաղվել։ Հիմա ունես այդ հնարավորությունը, բայց անում ես, չէ։ Բայց կլինեն էլի անողներ, ու անողների հետևից կլինեն բնականաբար էլի դե վարելա։ Շատ մարդիկ այսօր մտածում են, որ իրենք հետ են մնում կյանքից, որովհետև տեսնում են ուրիշի հաջողությունները։ Ձեր կարծիքով այսօր շատ մարդիկ պայքարում են իրենց նպատակի համար, թե ապրում են ուրիշի հաջողություններով։ Չեմ կարծում այսօրվա խնդիրը, այն կարծում եմ բոլոր տարերում տենց եղել է, ու տենց է կշարունակվի, որովհետև մենք հետաքրքիր հատկություն ունենք մարդիկ, քանի դուր դեռ կարողանում ես ինքդ քեզ ինչ-որ բան համոզես, որ համոզիչ է, ինքդ քո համար, դու սենց հանգստանում ես դրանից, այսինքն ես հաջողության չեմ հասել, որովհետև ինձ չեն տվել այդ հնարավորությունը, ինձ խանգարեցին, ինձ, չգիտեմ, պետությունը, շրջապատը,
անտերերկիրը եւ այլն միշտ լինելու են այդ մարդիկ ու միշտ լինելու են փոքր թվով մարդիկ ովքեր այդ ամեն ինչի հետ մեկտեղ գնալու են այդ ամեն ինչի վատը չեն տեսնելու են լավը տեսնելու են հնարավորությունները ու գնալու են իրենց նպատակների հետևից ու այդ մարդկանց մի փոքր մարդկանց մոտ կստեղծեն մոտիվացիա կստեղծեն ցանկություն կրկնելու այդ ճանապարհը ընդ որում կրկնելու գրագետ ձևով այսինքն նայելու իրենց արած սխալները փորձելու կրկնել ճիշտը ու ադապտացնելու նոր ճանապարհի համար, հա ու կլինեն մարդիկ, ովքեր կնախանձեն ու առողջային տեսակետից, որ շատ մարդկային է։ Իմ ասելով միջին վիճակագրական մարդու համար, ով չի հասել նրան ինչ որ կուզենար հասնել այս կյանքում, իր պատկերացմամբ սուբյեկտիվ գնահատմամբ, միշտ շատ ավելի հարմար կլինի մտածել, որ դրանում մեղավոր է եղել կառավարությունը, գեոպոլիտիկան, այն որ Հայաստան նավթ չունի, կամ այն իր հարևանը, որ իրան նախանձում է, քան մտածել, որ միգուցե ինքը ուղղակի չի արել էլեմենտար քայլեր այդ ուղղությամբ։ Շատ պարզ է, այսինքն միտքս, ինչ որ ուզում եմ ասել։ Եթե մարդը իրոք չի ուզում, փնտրում է արդարացումներ, իսկ եթե իրոք ուզում է, փնտրում է հնարավորություններ։ Ես շատ եմ սիրում այդ ֆրազան, որովհետև դա իրականում շատ ճիշտ է։ Եթե ես մի բան չուզենամ անում, ինքս ինձ կհամոզեմ, որ ես խաղաղ լինեմ այդ մտքի հետ, որ ինքս ինձ էլ չմեղադրեմ հետագայում։ Խնդիրը իմ մեջ չի, բայց խնդիրը միշտ մեր մեջ է, միշտ։ Շատ բնականաբար լինում են կյանքում դեպքեր, բայց դրանք փոքր տոկոսն են ամեն դեպքում։ Շատ մարդիկ խոսում են հաջողության մասին, բայց չեն խոսում դրա գնի մասին։ Ձեր փորձից, հա, հաճախ մարդիկ ինչի պատրաստ չեն այդ հաջողության ճանապարհին։ Ընդունված է համարել, որ հաջողությունը կոմֆորտ գոտուց դուրս է գտնվում, չէ՞։ Բայց կոմֆորտ գոտին ինչա կոչվում կոմֆորտ գոտի, որովհետև կոմֆորտ է։ Այսինքն իրանում գտնվելը ապահով է, իրանում գտնվելը կայուն է։ Շատ հաճախ մենք բոլորս շատ դեպքերում չենք կարողանում դուրս գալ այդ գոտուց, որովհետև ունենք որոշակի պատասխանատվություն։ Այսինքն միջին վիճակագրական աշխատող հայ տղամարդը կամ կինը ունի ֆինանսական պարտավորություններ իր ընտանիքի անդամների նկատմամբ, հա, ինքը ունի հիպոթեք, երեխաների մանկապարտեզի վարձ եւ այլն։ Ու ինքը երբեմն զուտ էլեմենտար չի կարող իրան թույլ տալ այդ կոմֆորտ զոնայից դուրս գալ ու մի քանի ամիս փնտրել կամ հետապնդել հին երազանքը, որովհետև ինքը ունի այսօրվա լուծելու խնդիրներ։ Ու այդ շատ հաճախ խանգարում է իրան։ Այս ավելի առողջ դեպքերի մասին, հա։ Ավելի քիչ առողջ դեպքերի, երբ որ մարդը ամեն դեպքում իմ նախորդ ասած միտքն է, հա, գտնի բոլոր հնարավոր մեխանիզմները, որ մեղադրի ամբողջ աշխարհին, բայց ոչ իրան, այնտեղ է գտնվում, որ ինձ թվում է շատ հարմար է մտածել բոլորիս համար, որ ես որ անեմ դա կստացվի, բայց չեմ անում, որտեղ վախում եմ, որ անի, չստացվի։ Ոստեղ իմ ինքնագնահատականի մեջ կարա խնդիրներ առաջանա, հա։ Ավելով այս շարունակեմ մտածել, որ ես հենց ես Shopify-ում account բացեմ, ես կդառնամ միլիոնատեր, բայց չեմ անում, որտեղ ինձ պետք չի։ Կան անեմ ու չստացվի։ Ինձ թվում է չստացվելու վախը շատ է կանգնեցնում մարդկանց։ Անկամ չստացվելու վախը կարող լինի թե հոգեբանական, զուտ ինքնագնահատականի տեսակետից, քո կամ քո շրջապատի գնահատականից, կամ նյութական։ Այսինքն ես վախում եմ ներդրում անեմ միտեղ, որը կարա չհաջողվի։ Ու շատ հաճախ հաջողության հասնում են մարդիկ, ովքեր չեն վախում։ Այն հին Apple-ի գովաստ կար, չէ, որ աշխարհը խենթերին է պատկանում։ Այդ խենթերն են, ովքեր չնայած բոլոր տրամաբանությանը, առողջ տրամաբանությանը գնում են իրենց նպատակի հետևից, գնում են ռիսկերի, անում են սխալ դասական տնտեսագիտության տեսակետից սխալներ, բայց հասնում են նրան, ինչին ուզում են հասնել։ Դա ինչ որ քայլի գնալուց հաջողության հասնելու ու չհասնելու հավանականությունը 50-50 է, բայց երբ որ չես անում դա, 100%-ով չի լինելու, որ պետք է։ Նույնիսկ չեմ հիշում, դա ֆիլմից է, թե sense տարածված արտահայտություն է, միշտ ասում են, երբ որ մահվան տրանը կյանքիդ վերջին րոպեներին երբեք չես փոշմանելու արածների համար, փոշմանելուց չարածների համար, հա։
Միգուցե եւ պետք էր ասում եմ մոտենալ այն աղջկան ինքը քեզ մերժեր, կան ամբողջ կյանքդ մտածեիր, որ իսկ եթե չմերժեր։ Ձեր կարծիքով մարդիկ ավելի շատ գերագնահատում են իրենց, թե թերագնահատում են ու որն է ավելի վտանգավոր կարիերայի համար։ Միանշանակ գերագնահատում են ու միանշանակ գերագնահատելը ավելի վտանգավոր է կարիերայի համար, բայց դեղ էլ է քննարկելի։ Երբեմն գերագնահատելը որոշ տեսակի մարդկանց պարագայում ստիպում է քեզ ապացուցել, որ դու ճիշտ էիր, ապացուցել, որ դու դա գիտես, դա էլ կարա իր անեիր, այսինքն եթե ինչ որ ժողովի ժամանակ ղեկավարը ինչ որ մի բան է քեզ հանձնարարում, որի մասին դու առաջին անգամ ես լսում քո կյանքում ու դու ասում ես կանեմ։ Ու անում ես, որտեվ դու համարում ես, որ եթե աշխարհում կա մի մարդ, որը այդ գիտի, ես էլ կարամ դա իմանամ, որտեվ մենք նույն բիոլոգիական տեսակն ենք, նույն մեխանիզմներով է աշխատում մեր օրգանիզմը, եթե ինչ որ մեկի մոտ դա ստացվել է, իմ մոտ է կստացվի դա։ Միգուցե ինչ որ մեկը հակված է, իր մոտ ավելի հեշտ կստացվի, իմ մոտ ավելի դժվար կստացվի, բայց կստացվի։ Ու ես ինքս իմ այդպեսին լինելը պաշտպանելու համար, որ ես ամեն ինչ կարամ, միջև վերջ կգնամ ապացուցելու ամբողջ աշխարհին, որ դա այդպես է։ Հաջորդն էլ վախն է։ Բայց վախելը վերադառնում ենք նախորդ հարցին, հա, ինչն է դրա պատճառը։ Պատճառն է գնահատականը, սեփական ու հասարակության, թե պատճառն է որոշակի պատասխանատվության զգացողությունը, որ դու ունես ընտանիքի կամ ինքդ քո նկատմամբ, ու վախն է, որ կարող ես կորցնել այն կայունությունը, ու չգնաս դրա դուրս։ Բայց գերագնահատելը իրականում ես միշտ կարծում եմ, որ մեր հասարակության, չեմ ասի հայ հասարակության, որտեվ ինչքան մեծանում ես, հասկանում ես, որ ամբողջ աշխարհում մարդիկ շատ նման են իրար ու բոլոր խնդիրներն էլ բոլորի մոտ նույնն են։ Հասարակության խնդիրները գերագնահատումը շատ հաճախ խանգարում է առաջ գնալ, որտեվ եթե ես գիտեմ, ելքի սովորեմ։ Բայց ես չեմ փորձում դա անել, որտեվ գիտեմ, որ անեմ, հաստատ կանեմ։ Այդ կողքի կարծիքները կարծում եմ մեկ շատ ենք տեղ տալիս, որտեվ իրականում ինչքան որ մեզ թվում է, այդքան չեն բոլորը նստած սպասում մեր մոտ ստացվելու է, թե չէ, որ գնահատական տան ինչ որ Միանշանակ մեկ շատ ենք իրոք գերագնահատում։ Միանշանակ այս բaragam կարող ենք ասել ավելի հայկական, զուտ ավելի պահպանողական հասարակություններ, որտեղ մենք սովորենք ավելի համայնքային կյանքին, հա, դարերից եկած ծխական համայնքային կյանքերին։ Մեր համար շատ կարևոր է հասարակության գնահատականն, որովհետեւ որով վերջում դու հաջողակ ես, թե հաջողակ չես, ով է որոշում։ Հանրությունը խոշոր հաշվարկով, այսինքն եթե դու աշխարհում մնաս մենակ ու լինես շատ հարուստ, ումա պետք։ Պետք է ինչ որ մեկի հետ համեմատվես, չէ՞, որ ես հարուստ եմ, որովհետև ես, չգիտեմ, top 10-ի մեջ եմ մտնում, top 1-ի մեջ եմ մտնում։ Այստեղ կարևոր է բնականաբար հասարակության գնահատականը, շոյում է քո էգոն, դու կարևոր ես դառնում, դու կարողանում ես շատ ավելի շատ հարցեր լուծել, կարողանում ես շատ ավելի շատ մարդկանց օգնել, ճիշտ ճանապարհ ցույց տալ եւ այլն։ Բայց ինքը բնականաբար նաեւ խանգարում է, որովհետեւ կարծում եմ, որ մենք եկեք մեր մասին խոսամ, հա, Հայաստանի մասին։ Մենք մեր մշակույթի ու այդ ուրիշների կարծիքի շատ կախված լինելու պատճառով բնականաբար զրկվել ենք որպես հասարակություն շատ տաղանդավոր պարողներից, երգողներից, թատերական արտիստներից, ում ծնողները համարել են, որ հարևանները կամ հասարակությունը չի ընդունի ավելի լավ, իմ տղես լինի եւս մեկ իրավաբան, եւս մեկ տնտեսագետ, քան լինի լավագույն պարողը։ Ու մեր որպես հասարակություն կորցրել ենք շատ պոտենցիալ տաղանդավոր մարդկանց այս սրա պատճառով։ Բայց երևի դա էլ է բնական, ամեն դեպքում մենք սոցիալական կենտրոններ ենք ու չենք կարող սոցիումից դուրս դրսևորվել ոչ մի ձև, որովհետև իմաստնակորում ընդհանուր առմամբ։ Շատերը սիրում են ստանալ գովեստի խոսքեր, բայց պատրաստ չեն քննադատության։ Ձեր կարծիքով կարիերային ավելի շատ նպաստում է այդ գովեստի խոսքերը, թե ճիշտ ժամանակին ստացած այդ ոչ ցանկալի ֆիդբեքը։ Կարծում եմ երկուսն է կարևոր է շատ։ Ֆիդբեք ստանալը դա սկիլ է, իրական սկիլ է, որի մասին ես իմացել եմ, երբ որ աշխատում էի մի խոշոր կանադական կազմակերպությունում, երբ որ մենք տրեյնինգներ էինք անում how to receive feedback։ Իմ համար անդրամաբանք ֆիդբեքա, հիմա դուրս գալիս է, չի գալի, ֆիդբեքա։ Բայց չէ, փաստորեն դա սկիլ է, որի շուրջ մենք 3 շաբաթյա դասընթացներ էինք անցնում ու կանադական ղեկավարությանը Հայաստանի ու Ռումինիայի թիմերին շատ էր ուզում, որ մենք դա անենք, որտեղ մշակութային մենք չունենք դա, հա, այդ առողջ ֆիդբեք տալ, ստանալ ու ընդունել։
Երկրորդը այդ praise and encouragement ասածը, հա, մի կողմից գովասանքի խոսքերն է, մի կողմից էլ մենք բոլորս կարծում եմ դա գալիս է մանկուց, գալիս է կրթական համակարգից, ուզում ենք մեր ճակատին այդ աստղը կպցնի, այն ինչ որ մեկը կլինի դա ղեկավար, կլինի դա կինը, ով վերջերս կա չէ, տենց մեմ որ ասում են ինչպես են տղամարդիկ գալում, որ կինը ռեակցիա կտա, երբ իրանք զիբիլն են թափում։ Մենք բոլորս ուզում ենք ստանանք մեր 5-ը կյանքում, որովհետև կրկնում եմ, հա, մենք սոցիալական կենտրոններ ենք ու մենք ապրում ենք այն խաղի կանոններով, որը սոցիումը ստեղծել է դարեր շարունակ։ Ու գովասանքը այն է, ինչին բոլորս ենթագիտակցաբար թե գիտակցաբար ձգտում ենք։ Դա կարա լինի առաջխաղացման տեսքով, կարա լինի ֆինանսական տեսքով, կարա լինի ուղղակի բարի խոսքով, ժպիտով ղեկավարի կողմից ու շատ մոտիվացնող լինի։ Այս կողմից է կարող է լճացնի մարդը։ Իսկ feedback ստանալն ու տալը մի բան է, որի շուրջ ես կարծում եմ պետք է աշխատել դպրոցական տարիքից, որ երկկողմանի է, հա, այսինքն ես ուզում եմ քեզ feedback տամ այն հարցերի շուրջ, որ ես տեսնում եմ, որ կարող էիր ավելի լավ անել, դրանում ես։ Ու նաև ցույց տամ ճանապարհը հստակ։ Իսկ դու ուզում ես լսել ինձանից մի բան, ինչը քեզ ավելի լավը կդարձնի։ Սա շատ խորը ռացիոնալ հարց է իմ ըստիս, քան ուղղակի էմոցիոնալ։ Ուղղակի մշակութային տեսակետից մեր մեջ դա նստած չի։ Որտեվ մեր ծնողները, կարծում եմ շատերիս, երբ որ մենք դպրոցից դուրս էինք գալիս, հարցում էին այսօր ինչ ես ստացել։ Ու շատ քչերի ծնողներն էին հարցնում, այսօր ինչ ես սովորել։ Ու այդ կոմեջ ստեղծում է այդ արժե համակարգը, որտեղ ուպակովկան շատ ավելի կարևոր է, քան կոնտենտը։ Իսկ feedback-ը, նման խիստ feedback-ը սիրուն ուպակովկա չի։ Բայց ստեղ էլ որպես ղեկավար կարող ես սովորել գրագետ տալ feedback, հա, քո աշխատակցին, որ ոչ մի պարագայում իր մոտ պաշտպանվելու ցանկություն չառաջացնես։ Խոսես փաստերով։ Այսինքն ոչ թե ասես դու վատ ես աշխատում, այլ ասես դու վերջին 2 ամսվա մեջ 4-րդ անգամ ես deadline-ը ուշացնում։ Արի հասկանանք ինչու՞մն է խնդիրը։ Ու փորձես մի փոքր տեղ թողել քո վրա նույնիսկ մեղքը վերցնում։ Միգուցե ես եմ սխալ կառուցել առաջադրանքը կամ ժամանակացույցը, կամ դու չունես այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքը այդ ժամանակում կատարելու համար։ Այսինքն եթե մենք փոխենք վերաբերմունքը, ոչ թե տանք զուտ feedback, դու լավ չես աշխատում, այլ տանք դու X բանը Y ժամանակահատվածում չստացվեց քո մոտ անել, արի հասկանանք խի։ Միգուցե քեզ պետքա training, միգուցե քեզ պետքա օգտագործել ավելի շատ AI գործիքներ, միգուցե քեզ պետքա հիմա մենք կազմակերպությունում Excel-ի դասընթացներ ենք ուզում անենք, որտեվ ես էլ եմ ուզում սովորեմ, որտեվ շատ գործընթացներ արագանում ավելի։ Միգուցե այս եթե դա սովորես օրվա մեջ մի 10 րոպե այստեղ տնտեսենք, հա։ Սա է։ Ու շատ հաճախ, բայց երկկողմանի է, այսքան feedback տվողն էլ երբեմն չի ուզում առողջ feedback տա, ուղղակի ուզում է նախատի։ Կարող է աշխատանքից ազատելը երբեմն ավելի մեծ լավություն լինել, քան ամեն գնով պահելը նրան։ Միանշանակ։ Ես միանշանակ եմ հավատում դրան, ոչ մեկ անգամ եմ կիրառել իմ պրակտիկայում այդ մոտեցումը, երբ որ որոշումն է իմ անձնական եղել կամ դա որպես խորհուրդ է եղել ավելի բարձր ղեկավարությանը, խոսքը վերաբերում է նամանավանդ շատ նիշային ոլորտային աշխատակիցներին, ովքեր երկար տարիներ շարունակ աշխատում են մի կազմակերպությունում ու HR-ում օրգանիզացիոն ստրուկտուրայում sense հասկացողություն կա gray zone, հա, այսինքն սրանք մարդիկ են, ովքեր հիերարխիայից որպես այդպեսին դուրս են, իրանք նեղ մասնագիտացված մասնագետներ են, ովքեր չեն դառնա ինչ որ մի օր գործադիր տնօրեն։ Իրանք միշտ մնալու են այդ իրանց տեղում, հա, եթե համեմատենք ավելի բանակայինի հետ, այդ ենթասպա հաստիկն է, ինքը ենթասպա ու միգուցե երբեմն դուրս է մնում աստիճանակարգից, հա։ Այս դեպքերում ինչ որ բայց շատ նորմալ երևույթ է սկսվում լճացում ու անառողջ վերաբերմունք սեփական անձի, սեփական կարողությունների, գիտելիքների, միջավայրի վերաբերել։ Այսինքն, եթե դու առաջին աշխատավայրդ եղել է X կազմակերպությունը, որտեղ դու շատ լավն ես,
դու կոմպետենտ ես, բոլորը քո մոտ գալիս են, դու բոլոր հարցերի պատասխանները ունես, տարիներ շարունակ, մեկ է սկսվում է ինչ-որ բան փոխվել։ Նոր ղեկավարություն, նոր ընթացակարգեր, նոր կանոնակարգեր, սկսում ենք ավելի թվային դառնալ, սկսում ենք ավելի օպտիմալ դառնալ ու քո մոտ ստրես է առաջացնում այդ ամեն ինչը։ Ու դու սկսում ես ընդդիմանալ դրան, որովհետև դու զգում ես, որ փոփոխություններից հետո ենթագիտակցորեն ես զգում, ես կարծում եմ, որ դու ելեն go-to person-ը չես լինի։ Այս այն պահն է, երբ որ դու պետքա դուրս գաս, գնաս այլտեղ։ Այստեղ մի քանի կարևոր բան կա իմ տեսակետից։ Առաջինը մի հատ դու ինքդ առերեսվի իրականությանը, շուկային։ Հասկացի, դու ստեղ ես մենակ լավ մասնագետ, թե ստեղ ես լավ մասնագետ։ Դու կարող ես ստեղ լինես տնօրեն, այնտեղ լինես միջակ մակարդակի մասնագետ, որտեղ այնտեղ դու շատ քո նիշային կազմակերպություն, որ քո հետ միասին աճելա դու ամեն ինչին տիրապետում ես, բայց դու մեծածավալ ոլորտային գիտելիքներ չունես։ Այնտեղ դու շատ սովորելու բան կունենաս։ Երկրորդը նոր մոտիվացիա գտնելն է։ Նոր կազմակերպություն, նոր մարդիկ, նոր process-ներ, նոր բան սովորել, վերարժևորել ամեն ինչ, քո տեղը, քո դիրքը, քո գիտելիքների ծավալը, քո կարևորությունը, որը նվազելու է բնականաբար։ Ու եթե դու տեսակով են մարդն ես, որ ուզում ես քո այդ go-to person-ը դառնաս, սկսում ես էլի քո վրա աշխատել։ Որ շատ չծավալվեմ, ամեն դեպքում վստահ եմ, որ այդ շատ դեպքերում ճիշտ որոշում է։ Ու դու իրոք օգնում ես այդ մարդուն։ Իմ հետ ամեն դեպքում եղել են դեպքեր, երբ որ ինձ ենթադրում եմ անիծելով դուրս եկել աշխատանքից, բայց ամիսներ անց շնորհակալություն ա եղել, որովհետև կյանքը շատ կտրուկ փոխվել է մարդու, որովհետև ինքը առերեսվել է իրականության հետ, նայել է հայլու մեջ, սկսել է գնահատել ինքը իր իրական գիտելիքները, տաղանդները, բացերը, առավելությունները ու ինքը իրեն սկսել է վերաբերվել որպես ծառայություն։ Լավ, ես ունեմ առաջարկ շուկային։ Շուկան ունի պահանջարկ, կարող եմ բավարարեմ, թե չէ։ Ինչ կտորով չեմ կարող, այդ կտորը գնամ լցնեմ, գնամ սովորեմ, փորձ ձեռք բերեմ։ Եվ այլն։ Եթե մենք այս էմոցիաներից դուրս գցենք դատել աշխատանքային հարաբերությունները զուտ դասական տնտեսագիտական պահանջարկ առաջարկ սկզբունքով, շատ բան փոխվում է։ Գործատուն քեզանից հստակ խնդիրների լուծումը ակնկալում, դու կարող ես իրան դասել լուծումները ավելի լավ, քան մնացած, թե ոչ։ Իսկ այս շահերի գնահատման, բացերի գնահատման համար ինձ թվում է այդ լավ ճանապարհ է աշխատանքը փոխել։ Երբ որ երկար տարիներով մի ընկերությունում մարդը աշխատում է, ավելի շատ կապվածություն է զգում, կարծում եմ, այդ միջավայրի հետ ու դրա համար է ավելի բարդ դառնում աշխատանքը փոխել ու շատ ժամանակ չեն էլ գիտակցում, որ ժամանակը եկել է իրոք, որ պետք է նոր միջավայր, չգիտեմ, նոր թեկուզ ոլորտ։ Միանշանակ։ Ընդ որում դա ամեն կերպ խրախուսվել է տարիներ շարունակ բիզնես հանրության կողմից, նամանավանդ 20-րդ դարում այդ ընտանիքի գաղափարը, հա, որ աշխատավայրը դա ընտանիք է, որովհետև տենց էլ եղել է։ Մարդիկ համալսարան ավարտել են, եկել են գործարանում ընդունվել են աշխատանքի, այնտեղ ամուսնացել են, երեխեք են ունեցել, մեծացել են, անցել են թոշակի, իրանց կոլեկտիվում, իրանք բոլորը իրար ծնունդ էին գնացել են, հարսանիքն են գնացել են, բոլորը իրար երեխեքին գիտեն, ղեկավարը քո աչքի առաջ մեծացել դառել է մեծ մարդ, քո հետ միասին դուք իրար հետ ամբողջ կյանք եք ապրել առավոտից իրիկուն։ Ու այդ ուղղակի խոսքեր չեն եղել, դա եղել է պարզ իրականություն, ու այդ ընտանիքի գաղափարը մարդկանց էմոցիոնալ կապվածության մեջ է դրել մեկը մյուսի հետ։ Այսինքն ամեն դեպքում կոլեկտիվը շատ մեծ նշանակություն ունի։ Դու կարաս ունենալ շատ լավ աշխատանք, շատ բարձր վարձատրվող, բայց քո համար անհարմար միջավայր, որտեղ դու չես ուզում գնաս ամեն առավոտ։ Ու տեղից դուրս գալը բնականաբար շատ ռիսկեր է պարունակում։ Թե կայունության կորուստ, թե հաճելի միջավայրի կորուստ, ու լիքը ռիսկեր։ Բավար նոր տեղում ինչ չընդունեն, բավար ես ինչ չարդարացնեմ, բավար ընդեղից անեմ, բավար այդ ֆիրման փակվի։ Սրանց շատ հարցեր է լինում ու դու շարունակում ես չընտրել այդ ճանապարհը, դու շարունակում ես այդ քո կոմֆորտ զոնայի մեջ մնալ, մինչև մի օր լինում է քեզ են հանում։ Լինում է դու կորցնում ես քո դիրքը ու այլ գեղեցիկ հեռանալ չի ստացվում։ Ինձ թվում է ամեն մարդ պետք է ճիշտ պահը զգա, այստեղ միշտ շատ կտրուկ շրջադարձ է, Ցիսկարիձենն է միշտ իմ համար լավ օրինակ, ինքը միշտ ասում է ես հստակ գիտեի, որ պահից ես պետք է հեռանամ բեմից, որ մնամ լեգենդ,
որ ես չէի թույլ տա երբեք ինչ որ մեկը ասի էլեն չի։ Ես ճիշտ պահին հեռացա ու իմ նման էլ երբեք չի լինի։ Նույնը ցանկացած աշխատանքային հարաբերությունների մեջ։ Շատ ղեկավարներ բարդ խոսակցությունները հետաձգում են, կարծելով, որ այդպես շարունակում են մնալ լավ ղեկավար։ Ձեր կարծիքով թիմերը պահպանվում են ավելի շատ այդ լռությունից, թե ճիշտ խոսակցություններից, ճշմարտությունից։ Ես չի ուզենա այդ տեսակետից նայեմ, հա, այդ հարցին, թիմերի պահպանման։ Ես ավելի շատ կուզենամ մենք բոլորս սովորենք շատ պարզ իրականություն։ Բիզնեսը հստակ նպատակների մասին է։ Ինքը անձնական հարաբերությունների, էմոցիաների դրա մասին չի։ Ինքը հստակ նպատակներ ունի։ Քո ղեկավարը ունի հստակ իր առաջ դրա նպատակ, իր ղեկավարն էլ ունի, ընդհանուր բիզնեսը ունի հստակ, դա կարող է լինել ֆինանսական կամ այլ նմանատիպ նյութական նպատակներ։ Ամեն դեպքում օրվա վերջում բիզնեսը նյութականի մասին է, ինքը հոգևորի մասին չի։ Եվ քո ղեկավարի առաջ կա հանձնարարություն ունեցած ռեսուրսներով ստեղծել հնարավորինս արժեք, որը կազմակերպությանը կմոտեցնի քո բաժնի պատասխանատվության մասով ընդհանուր նպատակին։ Սա է իր աշխատանքը։ Ռեսուրսների մեջ մտնում է նաև իր աշխատուժը, ուղիղ ենթականները կամ անուղղակի ենթականները։ Դու պարտավոր ես իրանից պահանջես այն, ինչը պահանջվում է քո բաժնի կտորով կազմակերպության ընդհանուր նպատակին հասնելու համար։ Էմոցիաները ընդհանրապես տեղ չունեն։ Այ հարցի երկրորդ կողմն է, դա ասելու ձև կա, դա ասելու ժամանակ կա, դա ասելու բառապաշար կա, տոնայնություն կա եւ այլն։ Միտեղից դու կարաս մարդուն կոտրես, ոչնչացնես, մյուս կողմից կարաս մոտիվացնես, ընդգծես իր դերը։ Այստեղ դրա համար շատ կարևոր է թափանցիկությունը։ Շատ կազմակերպություններ կարծում են, որ որոշ կոմերցիոն տվյալներ պետք է անհասանելի լինեն միջին օղակի ու դրանց ներքև աշխատակիցների համար։ Ինչ այդ ես համաձայն չեմ կտրականապես։ Բնականաբար խոսքը չի գնում կոմերցիոն գաղտնիքների մասին, բայց կազմակերպության հստակ նպատակները, պլանները, կատարողականը պետք է հասանելի լինեն բոլորին։ Անցած տարին ոնց փակեցինք, ինչքան աճ ունեցանք, այս տարի ինչ նպատակներ ունենք, ինչ աճ ենք ունենալու, ինչ նոր պրոդուկտ, նոր ծառայություն ենք պլանավորում անենք, ինչ նպատակով, ինչ հարց է լուծելու շուկայում, որի խնդիրը այսպես արկա։ Այս ամեն ինչը պետք է շատ հասկանալի լինի աշխատակիցների համար, որովհետև մենք բոլորս պետք է հասկանանք ինչի համար ենք անում այս գործողությունը։ Ինչի համար եղավ կրճատում, ինչի համար եղավ առաջ խաղացում, ինչի համար եղավ սա, նա։ Եթե այս ամեն ինչը աշխատակիցը գիտակցում է, ինքը զգում է իրան այդ մեխանիզմի մասը, ու մեխանիզմի մասը լինելով ինքը պետք է իր ֆունկցիան կատարի։ Եթե չի կատարում իր ֆունկցիան, դրա մասին պետք է խոսվի։ Չի կարա չխոսվի դրա մասին։ Դրա համար վերադառնանք երևի այն ֆիդբեքի կտորին, որտեղ չենք ասում լավ աշխատի, վատ աշխատի։ Հստակ ձևակերպվում է, ինչ ասել է լավ աշխատի։ Մետրիկաներով պետք է չափելի լինի ցանկացած լավ կամ վատ։ Հստակ պետք է դրված լինեն նպատակները, հանձնարարությունները ու աշխատակիցը հստակ պետք է հասկանա իրանից ինչ չեքլիստ պետք է ինքը լրացնի ամեն օր։ Ինձանից սա է պահանջվում այս ճանապարհով, այս մեխանիզմով, որ բերեմ սրան, այս հանձնեմ հաջորդին։ Ու դա պետք է լինի չափելի, որտեղ երբ որ դա չափելի է, այլ էմոցիաների տեղ չունենք։ Եթե քեզանից պահանջվում էր այսօր 10 էջ թարգմանություն անել, արել ես 8 էջ թարգմանություն, շատ հեշտ է այդ խոսակցությունը։ Բայց եթե քեզանից պահանջվել էր լավ աշխատել, դու լավ չես աշխատել, այդ խոսակցությունը դառնում է անհնար։ Ու շատ ղեկավարներ խուսափում են ծանր խոսակցություններից, բայց ուրեմն սխալ տեղում եք։ Հետո երբ որ դու քո ներսում ունենում ես այդ ինչի համար հարցի պատասխանը, քո վերաբերմունքն էլ է փոխվում աշխատանքի հանդեպ, ավելի մոտիվացված, ավելի, չգիտեմ, ինչ որ հստակ նպատակի հետևից ես գնում, բայց երբ որ իրոք չափելի չի լինում, ոնց որ ամեն ինչ օդի մեջ կախված լինի։ Դա երբ որ ընդհանուր է նպատակը լինում, ամեն աշխատող գիտի ինքը ոնց է ներդրում անում այդ ընդհանուր նպատակի մեջ, ու ամեն ղեկավար գիտի ոնց բաշխի աշխատուժը եւ աշխատանքային պարտականությունները այնպես, որ ընդհանուր նպատակին հասնենք։ Ոչ թե ամեն մեկ ինչ որ անհասկանալի հարստական զբաղվածությամբ տարապի, այլ ամեն մեկը ուղղված լինի հստակ այնտեղ հասնելուն։ Մենք բոլորս բրդում ենք այդ նավանդը։ Եթե մարդը 10 տարի շարունակ աշխատում է մի ընկերությունում, բայց դադարում է զարգանալ, ավելի ռիսկային է մնալը, թե գնալը։
շատ ինդիվիդուալ է։ Նայած դու քո կյանքից ինչ ես ուզում ստանալ։ Եթե դու արդեն հասել ես քո կոմֆորտ կետին, քո մասնագիտական Maslow-ի պիրամիդայի հետ self-actualization բավարարված է, ֆինանսապես բավարարված ես, մնա, ինչ ես ռիսկի գնում։ Եթե դու ավելին ես ուզում, ունես մտքեր, որոնք կիրառելի չեն այս կազմակերպությունում, ունես մոտեցումներ, որոնք ընդունելի չեն այս կազմակերպությունում, դու շունչդ կտրվում է, քո համար արդեն այդ ceiling-ը հասել ես, դու էլ շունչդ չի երիքում այդ տարածքը քեզ, գնա, բայց գնալուց էլի վերադառնանք պահանջարկ առաջարկին։ Ունես այն առաջարկը, ինչի պահանջարկը ունի շուկան։ Երբեմն միգուցե պետք է մնալ քո տեղում, լինել լավագույնը, կամ լինել միջակ այլ վայրում։ Այս մարդու ընտրությունն է յուրաքանչյուր։ Բայց էլի վերադառնում ենք դու ինչ նպատակ ունես ու ինչ առաջադրանքներ ես դրել ինքդ քո առաջ ու ինչն է քո անձնական տեսակետին երջանկությունը։ Ինչով ես դու երջանիկ։ Եթե քո համար ամեն ինչ լավ է, կոմֆորտ է, մնա, ես գնում։ Եթե մարդիկ այս ոդկասթից հետո միայն մեկ միտք հիշեին հաջողության մասին, որը կուզեիք լիներ դա։ Ձևակերպի այն առաջարկը, որի պահանջարկը ունի քեզանից շուկան։ Ավետիք ջան, այսքանն էին մեր հիմնական հարցերը, անցնենք բլից հարցերին։ Ավելի վտանգավոր է ձախողելը, թե չփորձելը։ Ձախողելը։ Աշխատավարձ պահանջել, թե սպասել, որ գնահատեն։ Եթե չի գնահատվում, պահանջի։ Եթե գնահատվում է, ամփերի։ Այսինքն կազմակերպությունից է կախված, եթե կա մշակույթը դրված, որ կգա ժամանակը կգնահատվես, պետք է անբերատար սպասել ու այդ ճանապարհին կրկին եւ կրկին ցույց տալ քո արժանինքները։ Բայց սրանք առանց էմոցիաների աշխատանքային հարաբերություններ են։ Դու տալիս ես քո ժամանակը, քո գիտելիքները քեզ վարձատրության դիմաց։ Դու իրավունք ունես պահանջես ու դա շատ առողջ է, ավելի մեծ վարձատրություն։ Այլ հարց է, դա օբյեկտիվ է, դա ընկալելի է ղեկավարության կողմից կամ ինչքանով կա պատրաստակամություն։ Ու քայլ բն ինչ ես անելու, եթե մերժվի։ Շատ բան կախված է կազմակերպության մշակույթից։ Հետադարձ կապը նվեր թե քննադատություն։ Անձամբ կընտրեմ քննադատություն։ Ազատել ժամանակին թե տալ եւս մեկ հնարավորություն։ Ազատել ժամանակին։ Մեկ միֆ հաջողության մասին, որին կուզեիք, որ մարդիկ էլ չհավատան։ Ես կուզեմ մարդիկ միշտ ամեն ինչին հավատան, որտեղ ամեն ինչը իրական է։ Ամեն ինչ հնարավոր է, ամեն միֆ հնարավոր է իրագործել, բայց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը ստատիստիկ փորձում հայերեն բառը գտնել, error ոնց է, սխալմունք է, ստատիստիկ սխալմունք է, պետք չի դրա հետևից գնալ։ Այսքանով ավարտվեց մեր հաղորդումը, Ավետիք ջան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար եւ հաճելի զրույցի համար։ Շնորհակալ եմ, սիրո։ Հաջողություն։ Հաջողություն։